խայթոցի փաստն է կարևոր վարակի փոխանցման համար, այլ խայթելուց հետո մարմնի վրա մնալու տևողությունը, ժամանակը։ Հետևաբար, եթե մարդը չհալարի, ասել ժամ 1 կամ գոնե 24 ժամ 1 մարմնազննություն անցկացնի, ինքը 100%-ով պրակտիկորեն կկանխարգելի լայմի հիվանդությունը, ինչը այդքան էլ դժվար չի, ու ստեղ միակ դժվարությունն է, որ այս դեպքում ցանկալի է զույգերով լինել, որովհետև մեջքի շրջանում հնարավոր է խայթածելի ու դու ինքդ քեզ չկարողանաս տեսնես ուղղակի։ Եվ հաջորդը մարմնազննությանը հենց անմիջապես հաջորդող քայլը տասի հեռացումն է, ընդ որում ոչ մի հստակ ապացույց չկա, որ եթե դուք հեռացել եք տզին, բայց իր այդ բերանային ապարատը թագեղձերը մնացել են մաշկի մեջ, դա դեռ վտանգ է ներկայացնում վարակի տարածման տեսակետից։ Նման ապացույցներ ամենայն դեպս ես չեմ գտել։